Անգլիական ժողովրդական հեքիաթներ։ Ձյունիկն ու վարդիկը։ Կար ժամանակ իր մենավոր խրճիթում ապրում էր մի աղքատ այրի։ Նա ուներ մի պարտեզ, որտեղ երկու վարդենի էին աճում։ Մեկը սպիտակ, մյուսը կարմիր։ Նա ուներ նաև երկու երեխա, որ շատ նման էին այդ վարդերին, դրա համար էլ մեկի անունը Ձյունիկ էր, մյուսինը Վարդիկ։ Այդ երկու աղջիկներն իրար այնքան էին սիրում, որ ամեն տեղ միասին էին լինում, ձեռք ձեռքի տված։ Իսկ երբ Ձյունիկն ասում էր մենք երբեք իրարից չենք բաժանվի, Վարդիկը պատասխանում էր երբեք, քանի դեռ ապրում ենք երկրի երեսին։ Նրանք հաճախ անտառ էին գնում հատապտուղ հավաքելու։ Անտառի գազանները նրանց չէին վնասում և ոչ էլ վախենում էին նրանցից։ Նապաստակն ու եղնիկը խոտ էին ուտում նրանց ձեռքից, իսկ թռչունները չէին թռչում հեռու, այլ մնում էին ճյուղերին ու շարունակում երգել։ Ձյունիկն ու Վարդիկը իրենց խրճիթն այնքան մաքուր էին պահում, որ շատ հաճելի էր մտնել այնտեղ։ Ամռանը Վարդիկը հետևում էր տան կարգուկանոնին և ամեն առավոտ մայրիկի մահճակալի մոտ վարդի երկու ճյուղ էր դնում, մեկը սպիտակ, մյուսը կարմիր վարդենուց։ Ձմռանը Ձյունիկը վառում էր կրակը, թեյնիկը վրան դնում և երեկոյան, երբ սկսում էր ձյուն տեղալ, մայրն ասում էր. «Ձյունիկ, արդեն կարող ես դուռը կողպել»։ Եվ նրանք նստում էին կրակի կողքը, մայրիկը դնում էր ակնոցը ու բարձրաձայն կարդում իրենց մեծ գիրքը։ Մի երեկո, երբ նրանք, ինչպես միշտ, երջանիկ նստել էին օջախի մոտ, մեկը դուռը թակեց։ «Շուտ արա, Վարդիկ», ասաց մայրը, «մի տես ով է դրսում, երևի մոլորված ճամփորդ է, ապաստան է փնտրում»։ Վարդիկը դուռը բաց արեց, մտածելով, որ իսկապես դրսում մնացած մի խեղճ մարդ կլինի։ Բայց դա ոչ թե մարդ էր, այլ մի արջ, որն իր մեծ սև գլուխը խոթեց դռնից ներս։ Վարդիկը ճչաց ու ետ ցատկեց, բայց արջը սկսեց խոսել։ «Մի վախեցիր, ես քեզ չեմ վնասի, ես սառել եմ և միայն ուզում եմ մի քիչ տաքանալ», ասաց նա։ «Խեղճ արջ», ասաց մայրիկը, «փառքիր կրակի մոտ, բայց զգույշ, մորթիդ չայրես»։ Հետո նա կանչեց աղջիկներին. «Ձյունիկ, Վարդիկ, եկեք այստեղ, արջը ձեզ ոչինչ չի անի»։ Նրանք մոտ եկան և արջն ասաց. «Երեխաներ, խնդրում եմ, թափ տվեք ձյունը մորթուս վրայից»։ Աղջիկները վերցրեցին ավելը և մաքրեցին ձյունը, իսկ արջը ձգվեց կրակի կողքին ու հաճույքից մռթմռթաց։ Անցավ ժամանակ ու նրանք լավ բարեկամներ դարձան։ Երեխաները քաշում էին արջի մազերը, բարձրանում շալակը, հրմշտում ու ծիծաղում, երբ նա սկսում էր կռմռալ։ Արջին էլ էր դուր գալիս այդ ամենը, բայց երբ նրանք չափն անցնում էին, արջն ասում էր. «Կամաց, երեխաներ, քիչ է մնում ինձ սպանեք»։ Ճերմակ Ձյունիկ, կարմիր Վարդիկ, երեխաներ իմ սիրունիկ, բավե տանջեք ձեր արջուկին, ձեր թավ բրդոտ բարեկամին։ Երբ քնելու ժամանակը եկավ, արջը պառկեց կրակի մոտ, իսկ առավոտյան երեխաները բացեցին դուռը, որ նա գնա անտառ։ Դրանից հետո ամեն երեկո նույն ժամին արջը գալիս էր, պառկում կրակի մոտ ու թույլ տալիս, որ երեխաներն իր հետ խաղան այնքան, որքան կուզեն։ Ամեն երեկո նրանք դուռը չէին փակում այնքան ժամանակ, մինչև իրենց բրդոտ բարեկամը գար։ Եկավ գարունը, և արջը մի առավոտ ասաց. «Ես պետք է հեռանամ, ամբողջ ամառ այլևս չեմ երևա»։ Հրաժեշտի պահին Ձյունիկը շատ տխուր էր։ Արջը արագ հեռացավ և քիչ անց անհետացավ ծառերի ետևում։ Դրանից հետո մայրիկը աղջիկներին անտառ ուղարկեց ցախ հավաքելու։
Անտառում մի կոտրված ծառի մոտ խոտերի մեջ նրանք մի ցատկոտող բան նկատեցին։ Մոտենալով տեսան, որ դա երկար, ճերմակ մորուքով ու ծերացած, կնճռոտված դեմքով մի թզուկ է։ Նրա մորուքի ծայրը մտել էր ծառի ճյուղի մեջ և թզուկը ետ ու առաջ էր ցատկոտում, բայց չէր կարողանում մորուքն ազատել։ Նա նայեց աղջիկներին ու բղավեց. «Ինչ եք ցցվել այդտեղ, եկեք և օգնեք ինձ»։ «Իսկ ինչ է պատահել քեզ, փոքրիկ մարդուկ», հարցրեց Վարդիկը։ «Ախ, դու հիմար, հետաքրքրասեր սագիկ», պատասխանեց թզուկը։ «Ես ուզում էի ծառը ճեղքել, կտրատել ու ցախ սարքել, բայց ճեղքը հանկարծ փակվեց ու իմ գեղեցիկ ճերմակ մորուքը մնաց արանքում, ու ես ոչ մի կերպ չեմ կարողանում հանել մորուքս այնտեղից։ Իսկ դու հիմար ճերմակերես ապուշներ կանգնել ու ծիծաղում եք»։ Երեխաները արեցին ինչ կարող էին ծերուկին փրկելու համար, բայց մորուքը ամուր խցկվել էր ճեղքի մեջ։ «Համբերիր մի փոքր», ասաց Թյունիկը, և գրպանից հանելով մկրատը կտրեց մորուքի ծայրը։ Հենց որ թզուկը ազատվեց, խլեց ծառի արմատների մոտ ընկած ոսկով լի պարկը ու հոխորտաց. «Լավ է, կտրել իմ հոյակապ մորուքը, անիծվեք դուք»։ Եվ հեռացավ, այլևս ոչինչ չասելով։ Մի քանի օր հետո Թյունիկն ու Վարդիկը գնացին ձուկ բռնելու։ Երբ մոտենում էին գետին, հանկարծ տեսան ջրի մեջ ցատկոտող մի արարածի, որ նման էր մեծ մորեխի։ Նրանք մոտ վազեցին և տեսան, որ դա նույն թզուկն է։ «Ուզում ես ջուրն ընկնել, ինչ է», հարցրեց Վարդիկը։ «Հիմար եմ, ինչ է», պատասխանեց թզուկը։ «Չես տեսնում, այս անհասկացող ձուկը փորձում է ինձ քաշել գցել գետը»։ Թզուկը ձուկ որսալիս էր եղել, երբ քամին նրա մորուքը խճճել էր կարդաթելի մեջ։ Հետո, երբ մի մեծ ձուկ էր ընկել խայծին, թզուկը ուժ չէր ունեցել կարդը դուրս քաշելու։ Այժմ այդ պայքարում հաղթողը ձուկն էր, և թզուկը գտնվում էր ջուրն ընկնելու վտանգի տակ։ Աղջիկները ճիշտ ժամանակին էին հասել, նրանք փորձեցին ազատել թզուկին, բայց իզուր։ Ոչինչ չէր մնում անելու, բացի մկրատը վերցնելուց և մորուքը նորից կտրելուց։ Այսպիսով մորուքից մի փունջ էլ պակասեց։ Տեսնելով, թե ինչ կատարվեց, թզուկը ճչաց. «Այդ ինչ ես անում, չարագործ արարած, փչացնել իմ հիանալի տեսքը։ Բավական չէր, որ դու կտրել էիր մորուքիս ծայրը, այժմ էլ կտրեցիր լավագույն մասը։ Այս ինչ անհոգի արարածներ են»։ Հետո եղեգների միջից մի տոպրակ մարգարիտ հանեց և առանց մի խոսք ասելու անհետացավ տոպրակի հետ միասին։ Մի ուրիշ անգամ ճահիճների մոտով անցնելիս աղջիկները տեսան, թե ինչպես մի մեծ թռչուն իջավ իրենցից փոքր-ինչ հեռու, իսկ քիչ հեռու սարսափելի մի սուր ճիչ լսեցին։ Մոտ վազելով տեսան, որ մի արծիվ ճանկել և ուզում էր տանել թզուկին։ Նրանք սկսեցին քաշքշել ու խփել արծվին, մինչև որ սա թողեց թզուկին ու թռավ գնաց։ Դրանից հետո թզուկը բղավեց. «Չէիք կարող մի քիչ կարգին վարվել ինձ հետ, հապա նայեք իմ շորերին ամբողջովին պատառոտվել են, հիմար անպետք արարածներ»։ Եվ վերցնելով թանկարժեք քարերով լի տոպրակը, վազեց մտավ իր գետնափոր անցքը։ Երեկոյան, երբ աղջիկները տուն էին ճանապարհվում, ևս մի անգամ թզուկին հանկարծակիի բերեցին։ Նա իր բոլոր գանձերը հանել փռել էր ճանապարհին, մտածելով, որ այդ ուշ ժամին այդտեղով մարդ չի անցնի։ Իսկ թանկարժեք քարերն այնպես էին փայլում, որ երեխաները կանգնեցին հիանալու այդ գեղեցկությամբ։ «Ինչ եք բերաններդ բացել ու կանգնել», ծղրտաց թզուկը, և նրա գորշ դեմքը կատաղությունից կարմրատակեց։ Այդ րոպեին անտառից դուրս եկավ մի սև արջը։
Սարսափահար թզուկը սկսեց լաց լինել։ «Ներիր ինձ, պարոն բարի արջ, ես քեզ կտամ իմ բոլոր գանձերը։ Կյանքս խնայիր, ես այնքան նիհար եմ ու փոքր, որ ինձ ուտելուց փորդ բան չի ընկնի։ Իմ փոխարեն կեր այդ 2 թմբլիկ աղջիկներին»։ Արջը ոչ մի ուշադրություն չդարձրեց նրա խոսքերին և թաթի մի հարվածով այդ չար արարածի վերջը տվեց։ Աղջիկները փախուստի դիմեցին, բայց արջը կանչեց նրանց հետևից. «Ձյունիկ, որդիկ, մի վախեցեք, սպասեք ինձ»։ Նրանք ճանաչեցին ծանոթ ձայնը և հանկարծ արջի մորթին ցած ընկավ ու տակից դուրս եկավ ոսկեվառ շորերով մի գեղեցիկ երիտասարդ։ «Ես թագավորի որդին եմ», ասաց նա։ «Այդ սարսափելի թզուկը գողացել էր իմ գանձերը և ինձ արջ դարձրել։ Ես պետք է արջ մնայի այնքան ժամանակ, որքան նա կենդանի լիներ»։ Ու արքայազնը ամուսնացավ Ձյունիկի հետ, իսկ վարդիկին ամուսնացրեցին իր եղբոր հետ։ Թզուկի հավաքած գանձերն էլ նրանք բաժանեցին իրար մեջ։ Աղջիկների ծեր մայրը տեղափոխվեց պալատ, որտեղ իր երեխաների կողքին ապրեց ուրախ ու երջանիկ։ Եվ իհարկե չմոռացավ իր հետ վերցնել վարդի 2 թփերը։ Նա վարդենիները տնկեց իր պատուհանի տակ, դրանք ամեն տարի ծաղկում էին և իրենց սպիտակ ու կարմիր վարդերով զարդարում շրջապատը։